Դու եղել ես Հյուսիս-Հարավ ճանապարհի պրոյեկտում, ինչ խնդիրներ կար այնտեղ ու ինչի միջև հիմա այդ պրոյեկտը չի ավարտվել քո կարծիքով։ Որոշում կայացնողների փոփոխությունը ստրես է պրոյեկտի համար։ Տեղադրվի ճանապարհը շահագործման հանձնելուց առաջ։ Ինչքան ես դու նկատում, որ փոխվել է որևէ բան Հայաստանի կորպորատիվ մշակույթում։ Կազմակերպություններում շատ էլեմենտար բաներ դեռևս բացակայում են։ Սեփական անձին ներելը հեշտ է, ուրիշներին չեն ներ։ Դե տենց միջավայրում հնարավոր չի աշխատել, տենց միջավայրում ոչ ոք երկար չի մնում։ Փոքր բիզնեսին ամենը անհասանելի է։ Վերջին 10 պրոյեկտներից, որ արել եք, քանիսն է ուշացել։ Ես ձեր որոշածի համար պիտի պատասխան տամ։ Մեկ էլ Արտակն է հարցը տալի Ալեքսանյան։ Մարդիկ քանի դեռ համաձայն են աշխատեն տենց առաջնորդի մոտ, տենց առաջնորդներ լինելու են։ Մենք Հայաստանում ունենք leadership-ի առաջնորդության կրիզիս։ Ողջույն, դուք դիտում եք Հոմոդեուսը, ես Դավիթն եմ, դեռ ոչինչ չի փոխվել ու այսօրվա իմ հյուրն է Աստղիկ Սահակյանը։ Ողջույն Աստղիկ ջան։ Ողջույն Դավիթ ջան։ Ո՞նց ես։ Հոյակապ, ինչպես միշտ։ Այս ոդքասթին արդեն երկրորդ անգամ ես հյուրընկալվում։ Քիչ-քիչ սովորություն է դառնում։ Իդեպ շատ դիտողները չգիտեն, որ մենք առաջի ոդքասթը նկարեցինք, մեր դուրը չեկավ, հետո քենսել արեցինք ու հետո Աստղիկին բռնացնելը շատ դժվար էր, որովհետև անդադ դու զբաղված ես ու տենց մի ինչքան 7 ամիս հետո նոր կարողացանք պայմանավորվել։ Իդեպ ասեմ, մենք պայմանավորվում ենք Աստղիկի հետ հուլիսից թե հունիսից, որովհետև մեկ հիշում եմ դու ասացիր օգոստոսին եմ ազատ, մեկ մայիսին եմ հիշում, որ դու խառն էիր ու մի խոսքով հազիվ բռնացրել ենք։ Հա, կա տենց բան, խառն եմ իրականում, բայց պետք է ասել, որ առաջի ոդքասթը եթեր չի գնացել տեխնիկական խնդիրների պատճառով, թե չէ հիշում եմ, որ մեր խոսակցությունը շատ հետաքրքիր էր զրույցը։ Զրույցը լավն էր։ Նույնիսկ տարվել էինք տենց։ Մոռացել ենք ժամանակային սահմանափակումները ու մի ժամ երևի չեմ սխալվում, ոչ գնաց։ Ինչ ես հիմա անում։ Լիքը բան։ Բացի սերիալ նայելուց։ Տարբեր։ Հա, սերիալ նայելը դա իմ օրվա վերջի մի հատ փոքր հաճույքն է, որ արդեն երեխեքը պարկում են քնելու, ես ու ամուսինս վերջապես իրար հանդիպում ենք, կանգ մի երկու բառ խոսել ու փորձում ենք նայել ինչքան որ հնարավոր է նոր սերիալներ։ Հիմա նայում ես, ասացիր։ Երեք սկսեցինք Black Rabbit-ը։ Jude Law-ն է խաղում։ Jude Law, այո։ Ոնց է հավանում ես։ Հա, շատ։ Մինչև այդ Mobland-ը։ Էլի շատ լավներ, ֆանտաստիկ դերասանական խմբով, ֆանտաստիկ։ Եթե դու տենց սերիալներ ես նայում, ուրեմն դու բոլոր այն դասականները նայել ես արդեն։ Ну, բոլորը ասելը դժվար է, բայց հիմնականում, հա։ Ես քեզ ասել էի Dark-ը նայես, Տիման նայեցի։ Dark-ը չեմ նայել, չէ։ Հեսա մոտս կգրեմ։ Անպայման նայ։ Այդ շատ լավն է։ Black Mirror-ն էի նայում։ Black Mirror-ը նայել եմ անպայման։ 7-րդ սեզոնի վերջի սերիան 3 կեսը նայեցի, թողեցի, որտեղ ժամ ու կես էր, կեսը նայեցի, ասացի լավ, հետո կնայեմ մնացածը։ Շատ լավն էր այն առումով, որ լրիվ այն ինչ մտածում ես իրականության մասին, որ վտանգավոր է մի օր կարող է լինի, շատ վատ տեսանկյունից ներկայացրել էր։ Իրականում շատ վախենալու է Black Mirror ու ամենավախենալուն է նա, որ այդ ամեն ինչը ոնց որ ասում ես շատ ռեալ է։ Այսինքն առաջ որ մի 10 տարի առաջ տենց ֆիլմեր էինք նայում, մեզ թվում էր որ դա իրականությունից շատ հեռու է։ Հիմա որ նայում ենք, հասկանում ենք, որ այդ ամեն ինչը կամ կա, կամ մոտ ապագայում լինելու է կամ կարող է լինի։ Այսինքն մասկի Neuralink-ը բան որ ուղեղին կպնելու է եւ այլն, այդ ամեն ինչը իրանք արդեն կանխատեսել։ Արի պոզիտիվ բաներից խոսենք։ Դե արի պոզիտիվից խոսենք։ Այսօր ընդհանուր ուզում եմ խոսենք մշակույթից, որովհետեւ մեր ամեն յուրի հետ ընտրում ենք ինչ-որ մի թեմայի շուրջ ենք զրուցում։ Ուզում եմ ընդհանուր խոսել տարբեր մշակույթներից, բայց ոչ այն մշակույթից, որը հասկանում են հիմնականում այդ բառի տակ, այլ ընդհանուր մեր վարքի, մեր կողմից ընդունված ու չընդունված բաներից։ Օրինակ, գիտեմ, բոլորը արդեն գիտեն, որովհետև մենք տիտրերում էլ ներկայացնում ենք, որ դու հանդեսանում ես PMI ինստիտուտի նախագահը եւ Project Management ինստիտուտը շատ բան է փոխել Հայաստանում ու դեռ փոխում է։ Դրանցից մեկը օրինակ հենց այդ մրցանակաբաշխությունն է, որ դու կոմենտարի կազմակերպում եք, անցած տարի եղել եմ մակարդակով եւ հյուրերի, եւ բովանդակության, եւ կազմակերպվածության տեխնիկական առումով երկու հարց առաջանում, նախ ո՞նց ես հասցնում այդ ամեն ինչը։ Գիտեմ, որ դու շատ զբաղված ես ու այդ ամեն ինչը հասցնելը անտանելի բարդ է։
Երկրորդը ոնց եկար այդ գաղափարին, որ անես մրցանակաբաշխություն Հայաստանում արված այդ տարվա պրոյեկտների համար։ Իրականում սկսեմ մեր մրցանակաբաշխությունից PMI-ից հետո անցնեմ մշակույթի գաղափարին։ Մրցանակաբաշխության գաղափարը շատ հանգարցակի ծնվեց։ Ինձ մոտ սենց էլ ես կարող գիշեր ինչ-որ իդեա ունենամ, ու տենց փայլատակում է մի բան, ու հետո ես էլ դրանից չեմ կարող ազատվեմ, պետքա զարթնեմ ու ամբողջ պոտենցիալով սկսեմ այդ իդեան իրագործել։ Հանկարծակի առաջացավ իդեան, շատ օրգանիկ ձևով, շատ արագ մոբիլիզացվեցինք, նաև անցած տարի Հայաստան պիտի գար եւ եկավ PMI-ի տնօրենների խորհրդի նախագահը, որը շատ տենց մեծ իրադարձություն էր, որտեղ PMI-ից մինչ այդ օրը Հայաստան նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ չէին եկել։ Եվ դա իհարկե առավել պարտավորեցնող էր ու որոշեցինք, որ միավորենք մրցանակաբաշխությունը Լյուան Պիկարդի գալու հետ եւ ստանանք շատ հետաքրքիր միջոցառում։ Անցած տարի առաջինն էր, գիտես, որ արեցինք Մատենադարանում, շատ բարձր, այսպես ասած, պլանկա մեր համար սահմանեցինք, նշաձող ու շատ դժվար է հիմա պատրաստվել երկրորդ մրցանակաբաշխությանը, բայց կարող հավաստիացնել, որ այս տարի ավելի մեծ երանդով, մեծ շուկով ենք նշելու։ Ճակերտներ բացելու ես օրվա հետ կապված արդեն անոնսը կա, բայց ինչ է լինելու այդ օրվա աջենդայում ու ինչ ենք անելու։ Ես մոռացել էի, որ այդ անոնսը սարի ուզում եմ ասել, որվա հետ կապված անոնս։ Հա, օրը արդեն գաղտնիք չի դեկտեմբերի 17-ին եւ այս տարվա ամենակարևոր լուրը, որ Հայաստան է գալու Project Management Institute-ի նախագահ CEO-ն Պիեր Լմանը, ով հանդիսանում է Project Management-ի թիվ 1 մարդը այսօր աշխարհում։ Այսինքն ամենաազդեցիկ մարդը, ով խոսում է Project Management-ի մասին, ով ղեկավարում է այն կառույցը, որը որ զարգացնում է Project Management-ը ամեն օր, ամեն ժամ որպես մասնագիտություն։ Պիերն էլ շատ խարիզմատիկ խոսնակ է եւ շատ հետաքրքիր անձնավորություն ու մենք տենց շատ ուրախ ենք, որ Պիերը համաձայնվել է գալ Հայաստան։ Իր միակ հասանելի օրը դեկտեմբերի 17-ն էր, հետեւաբար մեր award-ը տեղափոխեցինք նոյեմբերից հենց դեկտեմբերի 17։ Մի բա հիշում եմ, օրվա փոփոխություն եղավ, չէ՞։ Այդպես քննարկում էինք, չէինք հայտարարել, նոյեմբերին էինք մտածում անել, անցած տարի նոյեմբերին էինք արել, բայց հիմա Պիերի հետ ենք իհարկե կապել։ Հա, ես սխալ հիշեցի, որ disrupt էր, որ տեղափոխեցին, օր էին սկզբից հայտարարել, հետո տեղափոխեցին։ Չէ, մենք օր չենք հայտարարել, չենք փոխել, հենց ի սկզբանե դեկտեմբերի 17-ն ենք հայտարարել ու շատ դժվար էր լոկացիան գտնելը, որովհետև Մատենադարանից հետո շատ բարդ է։ Այս անգամ ազգային պատկերասրահ։ Մեր տարբերակներից մեկն էր իդեպ, բայց մենք կանգ առանք Առնո Բաբաջանյանի համերգասրահի վրա, փոքր ֆիլհարմոնիկի, որը ֆանտաստիկ, գեղեցիկ դահլիճ է։ Չգիտեմ, եթե վերջերս եղել ես, շատ սիրուն է ու տենց լրիվ մեր պատկերացրած տեղն է, որտեղ կարելի էր այդ մրցանակաբաշխությունը անել։ Եվ այս տարի ինչն է նաև յուրահատուկ, եթե անցած տարի մենակ մրցանակաբաշխություն էինք անում 4 անվանակարգերում, որոնց մասին եւս կպատմեմ, այս տարի 2 հատված ունենք՝ կոնֆերանս եւ մրցանակաբաշխություն, այսինքն ժամը 4-ից 7-ը կոնֆերանսային հատվածն է, որտեղ ունենալու ենք իհարկե Պիերին, հետո ունենալու ենք 2-3 եւս ֆանտաստիկ սպիկերներ, դրսից Իտալիայից եւ Դուբայից կպատմեմ նաեւ նրանց մասին, եւ երկրորդ հատվածը արդեն հանդիսավոր արարողությունն է ժամը 7-ից երեկոյան մինչեւ 10-ը բուն մրցանակաբաշխություն, այսինքն այս տարի մասշտաբը ավելի մեծ է եւ բացի բուն մրցանակաբաշխությունից ոնց որ ուզում ենք այդ գիտելիքի պահը ապահովել, որ մարդիկ կոնկրետ գիտելիք ձեռք բերեն միջոցառմանը։ Մարդիկ կարող են այսինքն տոմս առնել, մասնակցել։ Այո, միանշանակ տոմսերը արդեն վաճառվում են PMI Armenia-ի էջում, ես էլ իմ էջերում միշտ խոսում եմ դրա մասին, եւ այո, կարող եք գնել տոմս եւ դառնալ մաս մեր գեղեցիկ միջոցառման։ Մենք description-ում կնշենք հղումով, որ մարդիկ կարողանան ամրագրել ու մասնակցել։ Սուպեր։ Իսկ խոսնակների ընտրությունը ոնց է կարել, ինչ թեմաներ է լինելու։
Ուրեմն թեմաները շատ հետաքրքիր են ու Պիերը ընդհանուր առմամբ խոսելու է project management-ի մասին եւ PMI-ի մասին, ուրա գնում PMI-ը, ինչ նոր ուղղություններ է վերցնում, ինչ նոր ոլորտների հետ է համագործակցում, պետությունների հետ ինչ համագործակցություններ ունի, մասնավոր հատվածի հետ է նոր տեսակի, նոր ֆորմատի համագործակցություններ նախատեսում, նոր սերտիֆիկացիաներ ունի PMI-ը Պիերը այդ ամեն ինչի մասին խոսի, պլյուս իր սիրած թեմաներից է, նաև իր նախընտրած թեմաներից է AI-ը։ Հիմա PMI-ի մի հատ կարևոր ուղղություն է հանդիսանում AI-ը project management-ում եւ իդեպ PMI-ը շատ տարբեր գործիքներ արդեն ունի, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում, Infinity-ն օրինակ PMI Infinity-ն, որը project management coach-ը, project management assistant-ը, AI assistant-ը, որից հետո ունենք PMI Իտալիայի նախագահին, ով tech ոլորտից է, էլի ֆանտաստիկ սպիկեր է եւ խոսելու է agile transformation-ների մասին, որոշակիորեն նաեւ անդրադառնալու է AI-ին։ Եվ ունենք Grace Najjarին, ով հանդիսանում էր 13 տարի PMI Middle East-ի տնօրենը։ Եվ ինքը Վաստոկ այդ Middle East-ը։ Այո, եւ ինքը ենթակառուցվածքային ոլորտից է։ Մերձավոր արևելք։ Կոմենտներում գիտեմ գրել գրել iPhone-ը cool է, մեկը գրել էր iPhone-ը cool է, էս ինչ բառեր եք օգտագործում։ Դե բայց ամբողջ օրը օգտագործում ենք այդ բառերը իրականում։ Դուք եք օրվա ընթացքում տենց բառեր օգտագործում, բոլորն էլ տենց են։ Ուղղակի իրանք չեն սիրում, երբ որ ուրիշն է դա օգտագործում։ Սեփական անձին ներելը հեշտ է, ուրիշներին չեն նել։ Մերձավոր արևելքի Project Management Institute-ի նախագահը տնօրենն է եղել 13 տարի Grace-ը, ինքը Լիբանանից է, բայց ապրել է Բեյրութում եւ Փարիզում, աշխատել է մեգա պրոյեկտներում Մերձավոր արևելքում։ Շատ հետաքրքիր սպիկեր է, մի խոսքով կարծում եմ, որ այս տարի շատ յուրահատուկ է լինելու։ Ունենք այլ սպիկերներ հայ ֆինտեկ ոլորտից, հայ սպիկերներին դեռ իդենտիֆիկացնում ենք։ Դեռ իդենտիֆիկացիոն։ Դեռ ժամանակ ունենք, հիմա ինձ ստրեսի մեջ։ Այսինքն կարող ես դեռ այդ 3 ժամի մեջ հնարավոր է դեռ այդ 3 ժամի մեջ մաքսիմում 1-2 սպիկեր կավելանան եւ մյուս հատվածում արդեն մրցանակաբաշխության հատվածում կունենան keynote սպիկերներ ու բնականաբար Հայաստանից իհարկե կունենանք, կարծում եմ շատ բարձր մակարդակի Պիեր եւս award-ի, այսինքն մրցանակաբաշխության հատվածն է բացելու, որից հետո անպայման պիտի Հայաստանի կողմից էլ ունենանք հավասարազոր ներկայացուցիչներ։ Իմ համար շատ կարևոր է, որ մարդիկ ուղղակի պատկերացնեն ինչ մասշտաբի մարդ է գալիս Հայաստան ու իրոք շատ մեծ ջանք է մեզնից պահանջվել, որպեսզի ու անձամբ ինձնից 3 տարի ես իրան, այսպես ասած, համոզել եմ եւ պատմել եմ Հայաստանի մասին, երբ որ վերջապես արդեն Բարսելոնա մի քանի ամիս առաջ ինքը ասաց, I want to go to Armenia, ու տենց այդ պահից սկսած ես աշխատել եմ շատ ինտենսիվ, որ անպայման կարողանենք։ Ի վերջո մասնագիտական համայնքը դա կհասկանա, բայց ինձ թվում է մասնագիտական համայնքից դուրս ուրիշներին կարևորել չի լինի այդ ինֆորմացիան, շատերը տենց պրոստը ականջի կողքով կանցնի, որովհետեւ շատ են լինում տենց լավ հյուրեր, օրինակ այդպիսի հյուրերից մեկը որ Հայաստան եկավ Նասիմ Թալեբներ ու դու ինքը բավական պոպուլյարնի է նաև որպես անձնավորություն բանից դուրս մասնագիտական համայնքից դուրս ու ես զարմացա որ դալիճում մի քանի ազատ տեղեր ի վերջո կային Չէ, տարօրինակ է եւ շատ տխուր կլինի եթե համայնքից դուրս մարդիկ չպատկերացնեն վերջի վերջո շատ մեծ կազմակերպության, հսկայական կազմակերպության CEO-ը գալիս, որը որ կարծում եմ ամեն օր չի որ Հայաստանում։ Մենք նման հյուրեր ունենք։ Այսպիսի միջոցառումների միջոցով կճանաչեն շատերը։ Ումից լիքը բան կարելի է լսել, սովորել, խոսել, կապեր ձեռք բերել։ Ինչու՞ չէ նաև աշխատել համատեղ։ Իհարկե։ Շատերը կարող են նաև աշխատել։ Հնարավոր է, այո։ Այսուհետ Homodeus podcast-ը նկարահանվում է Սփինի 12 տաղավարներից մեկում։ Իդեպ այստեղ արդեն գործում է Սփին Ակադեմիան, որտեղ ուսուցանվում են արդի մասնագիտություններ։ Այս պայն գրաֆիկ դիզայն, YouTube մարքեթինգ, YouTube producing, սոցիալական մեդիա մարքեթինգ եւ այլն։ Դուք կունենաք ոչ միայն մեր ժամանակներում շատ պահանջված գիտելիքներ, այլ նաեւ line network, պրակտիկա եւ աշխատանքի հնարավորություն։ Իսկ որպես Homodeus podcast-ի դիտորդ, դուք հատուկ պայմաններով կարող եք գրանցվել նշելով պարտադիր Homodeus կոդը կամ
զանգարելով նշված հեռախոսահամարին եւ ասելով, որ դուք մեր հետևորդն եք։ Ավելի մանրամասն կարդացեք նկարագրություն բաժնում։ Իսկ ուրեմն այդ պատմություն պատմումը շատ խնդալու է։ Հաճում չի նախատեսել, որ պիտի պատմեմ այս մասին։ Չնախատեսված բան տեղի ունեցավ։ Ուրեմն անցած տարվա Project Management ինստիտուտի միջոցառմանը ես կանգնել եմ դեն մարդկանց հետ, ում ճանաչում եմ արդեն, Արփինա Կարապետյան, Սերգեյ Նաթանտուշյան, երկու հոգի մարդիկ էին կանգնած այնտեղ, ում չեմ հիշում։ Եթե ես ձեզ ճանաչում եմ ու չեմ հիշում, որ հիմա կանգնած եք, կներեք։ Ուրեմն ամոթային ասել, բայց պիտի ասել։ Ուրեմն կանգնած ենք։ Դե ես մի տարի առաջ ընդհանրապես քաղաքական ոչ մի բանով չէի հետաքրքրվում, ու խոսում այն ինչ որ կատարվում էր ոնց որ միծիարիտ ընկնելու մակարդակի, այսինքն նենց բան որ չես կարա չի իմանաս, էլի, բոլորը գիտեի, բայց հետաքրքրվել, ասենք, ով ինչ պաշտոնի է եւ այլն անուն ազգանուններ այդ մարդկանց դեմքերը եւ այլն, ոչ մեկին չգիտեի։ Ես վերջի մի տարվա ընթացքում եմ սկսել հետաքրքրվել, մի քիչ էլ arm comedy եմ նայում ու դրանից եմ էլի բան աղել, կրթվել։ Ուրեմն գալիս է կենտրոնական բանկի նախագահը, մոտենում է մեզ, բարևում է բոլորիս, որպիսությունն է հարցնում եւ անցնում, պտտվում է Սերգեյն, ասում է, «Սով էր, այս մարդը», ասում է, «Ես ինչ չգիտեմ»։ Լավ էլի։ Չէ, Սերգեյ լավ ընկերն է Մարտինը գալիս։ Գիտեմ, բայց հետո ես այդ բան հարցրեցի ու ֆրացի զգացի, որ Սերգեյը սարկազմով ասեց դա։ Հա, այդ իհարկե ուժեղ պրոմո խստավել, որտեղ ում Մարտին Գալստյանին եմ, որ հետո որ ինքը սպիկեր էր բեմում։ Ճանաչել։ Հետո որ ինքը սպիկեր էր բեմում, ես նայեցի ու հասկացա, որ լավ էլի, գործով չէի առնչվել այդ մարդու հետ, լսել էի, բայց այն որ միմը ուշայի պրախոդի, դեմ որ լսում ես կարող ուրիշ բան որ լսես, ուրիշ բան face to face որ տեսնում ես, դեմարդան։ Առաջին անգամ էի ես այդ օրը տեսնում։ Դե ես փոքր եմ տարիքով ցեսնից բոլորից։ Շատ շնորհակալություն։ Կոմպլիմենտի համար ես անպայման հիշեցնես, որ ես շատ փոքր եմ, շատ։ Քանի տարեկան ես։ Նու քանից կտաս 29 եմ ես, բայց ինձ սովորաբար տալիս են վախացնում ես, ինձ թվաց 23-24։ Բայց ոլորտում 29 տարեկանները շատ քիչ են։ Ու հատկապես այդ 29 տարեկանում քաղաքականությամբ հետաքրքրվելն էլ է մի քիչ նորմայից դուրս, բայց ես վերջերս սկսել եմ հետաքրքրվել։ Զգում եմ որ մեծանում եմ։ Դե իրականում ինչ որ բաներից պետք է տեղյակ լինել, դա ոչ թե քաղաքականությունն է, այլ ավելի շատ մեր առօրյա կյանքն է։ Այո։ Մենք էլ ոնց որ փոքր երկրում ենք ապրում, հետեւաբար ինչ որ հիմնական բաներ, հա, բայց էլի լիքը մարդկանց կարելի է եւ չճանաչել, հնարավոր էլ չի, հա, բոլորին ճանաչել, բայց որ հնարավորություն ունենա, ես տարիել կուզեի Մարտին Գալստյանը մեր սպիկերը լիներ, բայց երևի թե երկրորդ տարին անընդմեջ չնայած նորից իրան կդիմեմ, որտեվ շատ գնահատում ենք իր էքսպերտիզան, արդեն ճանաչում եմ իրան։ Հենց leadership-ի, management-ի ոլորտում ինքը շատ հետաքրքիր խոսնակ է։ Իսկ ո՞նց է փոխվել մշակույթը Project Management ինստիտուտի շնորհիվ, քո ինչքանով ես դու նկատում, որ փոխվել է որևէ բան Հայաստանի կորպորատիվ մշակույթում։ Շատ բան է փոխվել։ Ես այս ոլորտում եմ արդեն մոտավորապես 15 տարի, այսինքն 15 տարի project management-ով եմ զբաղվում, այդ թվերը վախացրեցին քեզ։ Ես ընդամենը 5 տարի է որ առհասարակ ես ոլորտում եմ։ Որից 11 տարին դասավանդում եմ project management։ Ու երբ որ նոր էի սկսել, իհարկե շատ նոր էր այդ ամեն ինչը եւ շատ կազմակերպություններ մարդիկ դեռևս չէին պատկերացնում ինչի է դա կարեւոր, ինչի է դա պետք սովորել, որ համեմատեմ հիմա գրեթե բոլոր կազմակերպությունները իրանց թիմերին project management-ի մասով պատրաստում են, որովհետև հասկացել են, որ project management-ը նախ life skill է, կյանքի հմտություն է, բոլորին է պետք։ Երկրորդն էլ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են բոլոր ոլորտներում, բոլոր կազմակերպություններին լինել գերդինամիկ։ Գերդինամիկ լինել ինչ է նշանակում, անդադ փոփոխվել։ Այդ փոփոխությունները կոնկրետ քայլեր են, որոնք պրոյեկտներ են։ Այսինքն կազմակերպություններին պետք են մարդիկ, ովքեր տիրապետում են կոնկրետ պրոյեկտներ անելու հմտություններին։ Դա տենց ինչ որ բան չի, որ ասում են it's not a rocket science, բայց որոշակի գիտելիք է եւ որոշակի հմտություններ է պահանջում եւ դա պետք է սովորել եւ կարողանալ, որպեսզի կազմակերպությունում խնդիրներ լուծել։
Եվ քիչ-քիչ Հայաստանում մենք ձևավորում ենք այդ մշակույթը, կարելի ասել բավականին լավ արդյունքներ ունենք այդ առումով, կարող եմ մի քանի ոլորտներ նշել։ Իդեպ քո բոլոր դասերին միշտ մասնակիցները շատ են։ Շատ են, այո, միշտ Հաշվի առնելով արժեքի բարձր լինելը, մասնակիցները բավական շատ են։ Արժեքը բարձր չի, եթե համեմատենք, հա, իրականում նույնիսկ շուկայում բարձր չի, ես նույնիսկ վերջի անգամ, այո, մի փոքր բարձրացրեցի, որովհետև արդեն բոլորը ասում էին աստղիկ շատ ցածր է, նույնիսկ այդպիսի բողոքներ էի լսում, որ պետքա մի քիչ բարձրացնել, բայց այնուամենայնիվ ուզում եմ այնպես անել, որ հասանելի լինի։ Ինչ վերաբերում է PMP հավաստագրման տրեյնինգին, ինքը չպիտի էժան լինի, որովհետև դա այն մարդկանց համար է, ովքեր project management-ում փորձ ունեն, պրոյեկտներ են ղեկավարում, հետևաբար պիտի որ ինչ-որ մակարդակի հասած լինեն եւ կարողանան նաեւ իրանց կրթության վրա որոշակի փող ծախսել։ Ես նաև կարող եմ ասել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մոտարապես մի 40-ից 50%-ով ավելացել են այն ուսանողները, ում համար վճարում է կազմակերպությունը։ Դա շատ լավ տենդենս է, պլյուս դե այլ չեմ ասում, որ կորպորատիվ տրեյնինգների քանակն է մեծացել, այսինքն դա վկայում է այն մասին, որ բիզնեսները գիտակցել են, եկել են այդ մտքին, որ իրանց պետքա project management։ Դա էլ է մշակույթ փոխելու մի ձև։ Այո, իհարկե։ Խմբերը մեծ են եւ ես կարծում եմ դա իր պլյուսերը ունի։ Մարդիկ այդ խմբերում ձևավորում են ենթախմբեր, կապեր, շատ մեծ կապեր, ընկերություններ։ Մի խոսքով ըստ իս դա պլյուս է։ Եվ տարբեր кейսեր ես լսում, տարբեր թիմեր ներկայացնում են իրանց աշխատանքները։ Դա շատ ավելի հետաքրքիր է, երբ որ 4-5 հոգով Ուրիշի փորձի մասին եք լսում։ Իհարկե, այո։ Առաջիկայում ունեք խումբ։ Առաջիկայում հոկտեմբերի 6-ին PMP Exam Prep-ն է, այսինքն որը նախապատրաստում է քննությանը։ Այդտեղ գրեթե տեղեր չունեմ, առաջիկայում հունվարից արդեն նորից ֆունդամենտալը, այսպես եմ անում, մի հատ ֆունդամենտալ, մի հատ Exam Prep։ Տարին 2 անգամ։ Քանակը քչացրել եմ, նախկինում գրեթե ամեն ամիս ունեի, բայց արդեն քանի որ գործունեությունս շատ ընդլայնվել է տարբեր ուղղություններով, մի քիչ տրեյնինգների մասը նվազեցրել եմ, հիմա նաև ունեմ խորհրդատվական ընկերություն, վերջիվերջո ունեմ հիմնական աշխատանք Աստrum։ Երկինք, տիեզերք, աստղեր, թեմատիկ։ Իսկ այդ պրոյեկտով խորհրդատվություն ես մատուցում ընկերություններին, կազմակերպություններին, պետությանը։ Այո, օգնում եմ կազմակերպություններին, իհարկե թիմի հետ միասին, կառուցել կազմակերպության project management-ական էկոսիստեման, էկոհամակարգը։ Ինչ է նշանակում project management-ական էկոհամակարգ, այն ամբողջ համակարգը, այն բոլոր իր կոմպոնենտներով, որոնք պետք են կազմակերպությանը, բիզնեսին եւ ոչ միայն բիզնեսին, թեկուզ պետական համակարգին գաղափարները իրականություն դարձնելու համար, այսինքն պրոյեկտները ավելի արդյունավետ եւ որակով իրականացնելու համար։ Սկսած կազմակերպության ստրատեգիայի ճիշտ մշակումից, ստրատեգիայից բխող պրոյեկտների պորտֆելի մշակումից, հետո արդեն project management-ական մշակույթի ձևավորումից, process-ներ, project management software, իհարկե training, coaching եւ այլն։ Բայց Հայաստանում մշակույթը բիզնեսում բավական հետ ընդհանուր աշխարհի տենդենսից։ Շատ հետ է, շատ։ Մենք հիմա ճիշտ է ուզում ենք սկսենք կամաց խոսել ինչ որ AI-ի մասին, որ հիմա նույն կոնֆերանսն AI-ի մասին չկա թեմա, կարելի է չգնալ։ Չէ, իրական, բայց գիտես ինչն է վատ, որ մենք հələ շատ մեծ ճանապարհ ունենք անցնելու։ Մինչև այդ մակարդակին հասնելը։ Այսինքն կազմակերպություններում շատ էլեմենտար բաներ դեռևս բացակայում են։ Օրինակ, էլեմենտար data-ի մասին ենք, չէ՞, խոսում այդքան։ Մի պերիոդ կար, որ կոնֆերանսներին big data եւ այլն data-ի մասին էր խոսում, ընդհանրապես data-ի կարեւորության մասին։ Կազմակերպությունները գրեթե կամ data չեն հավաքում իրենց պրոյեկտների վերաբերյալ, կամ հետո այդ data-ն չեն վերլուծում, հավաքում են բանի կամ լավագույն դեպքում հավաքում են, լավագույն կամ հավաքում են չեն վերլուծում, իսկ չվերլուծած data-ն ոչ մեկին պետք չի, իսկ եթե ինչ որ չափով էլ վերլուծվում է, դա հետո չի կիրառվում։ Չնայած շատ քիչ կազմակերպություններում են տեսել։ Իսկ կա ինֆրաստրուկտուրա այդ վերլուծելու այդ հսկայական տվյալները, թե մենք խնդիր ունենք վերլուծելու, դրա համար չենք կարողանում։
Չէ, իրականում կարելի է շատ տարբեր գործիքներ կիրառել ու այդ գործիքները հիմա այնքան շատ են ու այնքան հասանելի, ուղղակի պետք է հասկանալ տվյալ ոլորտում, տվյալ պրոյեկտում ինչ գործիքներ պիտի օգտագործես ու ինչպես պիտի կառուցես քո պրոյեկտի այդ ինֆրաստրուկտուրան, ոնց որ ասեցիր, որպեսզի կարողանաս data-ն նաև հավաքել եւ վերլուծել։ Ընդհանրապես 2010 թե 2009 թվականի գիրք էի կարդում, որտեղ արդեն այն ժամանակ խոսում էին հաճախորդակենտրոնության ու տվյալահենության մասին, որ պետքա հաճախորդակենտրոնությունը вообще չի կարելի պրոստը որոշել, որ մենք վաղվանից հաճախորդակենտրոն ենք։ Հաճախորդակենտրոն բիզնեսի համար պետքա լինի տվյալային բազա, որովհետև եթե տվյալներ չունես, քո հաճախորդները ինչ են ընտրում, ինչի վրա են ավելի շատ ուշադրություն դարձնում եւ այլն, դու չունես հիմք, ինչ փոփոխություն անես, ոնց որոշես, որ պետքա ինչ որ բանը փոխես։ Օրինակ էլեկտրոնիկ արծի մասին էր այնտեղ օրինակը, որ ընկերությունը բավական լուրջ ճգնաժամի մեջ էր ու միայն այդ մեթոդով, տվյալների վերլուծության մեթոդով կարողացան լուրջ հաղթահարել այդ խնդիրները ու հաջորդող խաղերը, որոնք սկսեցին թողարկել, իրոք սկսեցին դուր գալ մարդկանց։ Հասկացան, որ իրանք ուղակի ստրատեգիա են գրել, որը կապ չուներ իրանք հաճախորդների սպասելիքների հետ։ Հիմա Հայաստանում այդ խնդիրը մեծ է։ Շատ տրիվիալ օրինակներ կարող եմ բերեմ։ Օրինակ, որ հարցն եմ ասեմ, վերջին 10 պրոյեկտներից, որ արել եք, քանիսն է ուշացել։ Կամ ինչքանով է ուշացել։ Կամ այն ռիսկերը, որոնք պրոյեկտի սկզբում իդենտիֆիկացրել եք, դրանցից քանիսն է տեղի ունեցել։ Թասքերի քանի տոկոսն է ուշացել, ինչ պատճառներով, ինչ գերծախս եք ունեցել, ինչ պատճառներով։ Այսինքն չի արվում, արագ-արագ այդ պրոյեկտը փակվում է, գնում է ու հետո ոչ նորմալ վերլուծություն է արվում պրոյեկտի ավարտին, ոչ նորմալ փաստաթղթավորվում է եւ հետո նաեւ հաճախ կազմակերպություններում չկա այն օղակը, որը որ հետո պատասխանատու կլինի այդ բոլոր պրոյեկտների data-ն տվյալները հավաքելով, վերլուծելով ու ինչ որ դրա հիման վրա նոր process-ներ ներդնելով։ Ամեն project manager-ը անում է, հանձնում է, անցնում է առաջ։ Այդ առումով կազմակերպությունները պետք է մտածեն իրենց ստրուկտուրաների մասին, կառուցվածքների մասին, արդյոք իրենց կառուցվածքում կա մարդ կամ օղակ, մեծ կազմակերպությունների դեպքում նաև դա կարող է լինի առանձին unit, բաժին, որը որ զբաղվելու է այդ ամեն ինչով, մշակելու է project management-ական process-ները, տվյալները եւ այլն եւ այլն։ Իհարկե այդ մասով էլ ունենք առաջընթաց, օրինակ բանկային ոլորտում հիմնականում շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել հենց ստրուկտուրայի տեսանկյունից։ Բանկերը իրենց ստրուկտուրաները փոփոխել են այնպես, որպեսզի project management-ին ավելի մեծ կարևորություն տան, թեև բանկերը իրանք ավելի օպերացիոն կառույցներ են։ Մեծ առաջընթաց ունենք նաև շինարարական ոլորտում, կառուցապատման ոլորտում։ Եթե 2-3 տարի նույնիսկ առաջ մենք խոսեինք project management-ի մասին construction-ում, դա տենց լրիվ մութ տեղ էր։ Հիմա շինարարական կազմակերպությունները փորձում են նաև քիչ-քիչ մտցնել construction project management-ի մշակույթը։ Իսկ գիտես ինչից եմ ուզում խոսենք, որ Հայաստանում խոշոր բիզնեսը մենակ կարի իրան թույլ տա այն ամեն ինչ դու ասում ես։ Փոքր բիզնեսին այդ ամենը անհասանելի է։ Այսինքն պետք է ազնվորեն ընդունել, որ փոքր բիզնեսը անգամ հասարակ աշխատակիցների վերապատրաստմանը շատ ժամանակ տեղ չի տալիս, ուր մնաց ինքը իր ստրուկտուրան փոխին այնց, որ կարողանա իրեն թույլ տալ Scrum օգտագործի կամ ցանկացած այլ framework։ Ինչու ֆինանսական տեսանկյունից։ Գիտես, այս վերջերս հյուր ունեցա ոդկասթին, իդեպ այստեղ անկյունում կհայտնվի բանը, լինքը կարող եք նայել, շատ հետաքրքիր է։ Խոսում էինք սպիրալային դինամիկայից, եթե ծանոթ չես երկու բառով ասեմ ինչի մասին է դա։ Ուրեմն մի հատ տեսություն է, որը բավական հայտնի է, Արփի Կարապետյանի հետ որ խոսում ենք, պարզվեց ինքը այդ մեթոդիկան օգտագործում է, ես զարմացել էի, որովհետև ես դրան սկզբից լուրջ չվերաբերվեցի, մտածեցի ինչ որ բան է, պրոստը թիարեմա է։ Հետո պարզվեց, որ եթե Արփի նման մարդիկ օգտագործում են ու դա լուրջ է։ Ինչի մասին է, որ ընկերություններ ունեն էվոլյուցիոն ինչ որ
փուլեր, որոնք պետք է անցնեն։ Հետևաբար այդ փուլերի ընթացքում կան բաներ, որ դու չես կարող օգտագործես։ Օրինակ, էվոլյուցիոն առաջին փուլում դա բանն է, գոյատևման փուլն է, որտեղ դու ընկերությունը առաջին խնդիրն է դրված իր առաջ, ընթացակարգել, բիզնես պրոցեսներ սահմանելն անիմաստ է, այդ ժամանակ պետք է ուղղակի ողջ մնալ։ Երկրորդ փուլը դա արդեն ԽՑԲ-ն է հայերեն, խնամի ծանոթ բարեկամ, այնտեղ կոչվում է կուլտուրա принадлежности, պատկանելիության կուլտուրա, որտեղ ընկերությունում ձևավորվում է կուլտուրա, որտեղ բոլորին վստահում են, օգնում են եւ այլն։ Այնտեղ կա վտանգ, ճգնաժամ, որին հանդիպելուց կուլտուրան վերափոխվում է եւ այդ ճգնաժամը բանն է, չաշխատելու ճգնաժամն է։ Բոլորի հետ լավ են, բոլորին ներում են, տնօրենն էլ բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, հետեւաբար ոչ մեկի չի կարողանում հեռացնի աշխատանքից կամ պարտադրի, որ աշխատեն։ Այդ ճգնաժամը հաղթահարում են ու անցնում են կուլտուրա սիլի, ուժի կուլտուրա։ Ուժի մշակույթի մեջ արդեն որոշման կայացման կենտրոն է ձևավորվում։ Այդտեղ միանձնյա դիկտատուրա է տեղի ունենում, որտեղ որոշումները պլյուսն է, որ ինքը արագ է որոշումները կատարում, Հայաստանի բիզնեսների մեծ մասը հենց այդ դիկտատուրայով են։ Ասենց ասեմ, մեր մոտ այդ պատկանելիության մշակույթի ու ուժի մշակույթի միքսեր են հիմնականում։ Մեր մոտ շատ են բիզնեսներ, որտեղ միանձնյա ղեկավարը ամեն ինչին խառնում, անգամ մենեջերների աշխատանքին։ Այնտեղ KPI օրինակ չես կարա դնես այդ փուլում այդ բիզնեսում, որովհետև եթե KPI դնես, ասենք շեֆը տեսավ, այդ KPI-ը կատարվել է, ուրեմն կատարվել է։ Շեֆը չտեսավ, որ չի կատարվել այդ KPI չի աշխատի։ Ու սենց շարունակ մենք զրուցում ենք դրանից, որ կան բիզնես գործիքներ, որոնք դու չես կարող դնել, օրինակ պատկանելիության փուլում, օրինակ KPI դնես, ասենք KPI դնես պատկանելիության փուլում, չես արել KPI-ը, թե դե լավ, ոչինչ, կներենք։ Բայց պետք է էվոլյուցիա ապրի, ընկերությունը հասնի այդ մակարդակի, որ կարողանա իրեն թույլ տալ օգտագործել նման մենեջմենտի գործիքներ։ Իրականում նաև ասեմ, որ project management-ում կա տենց կոնցեպտ, կոչվում է Tuckman ladder, արդեն վերաբերում է ոչ թե կազմակերպությանը, այլ պրոյեկտին, ու տարբեր փուլերով անցնում պրոյեկտի թիմը, երբ որ նոր հանդիպում են, հետո ամեն ավելի կենտրոնացած է իր սեփական դերի վրա, հետո նոր սկսում են կոլաբորացիա անել, հետո հասնում են լավ պրոդուկտիվ մակարդակի, մինչև որ արդեն պրոյեկտը ավարտվում է, այսինքն տենց հետաքրքիր թեորիաներ կան։ Իհարկե այն ամեն ինչ որ ներդրում ես, պիտի լինի relevant։ Այսինքն վերցնել օրինակ փոքր բիզնեսում, որը դեռ նոր ծիլեր է տալիս ու սկսել ինչ որ ինստիտուցիոնալ բաներ ներդնել ճիշտ չի իհարկե։ Այ Kanban-ը հենց կարելի է։ Այո, որովհետև Kanban-ը ամենաթեթև գործիքն է։ Kanban նույնիսկ կարելի է կիրառել քո անձնական կյանքում, այսինքն քո to-do list-ը կառավարելու համար։ Այ հենց Kanban-ը այն tool-ն է, որը իդեալական է ցանկացած բարագա։ Բայց Scrum օրինակ չի կարելի այդ փուլը։ Չէ, այդտեղ կարելի չկա։ Սենց սև ու սպիտակի պետք չի բաժանել։ Որովհետև նայած ինչ պրոյեկտ է, նայած ինչ ոլորտ է, եթե ստարտափ է, եթե tech ոլորտ է, կարող է եւ Scrum-ը շատ լավ աշխատի։ Ինչու ոչ։ Այդտեղ ինչն է կարևոր, որ լինեն մի քանի գիտակ մարդիկ, հենց այդ այլի հարցը, որոնք որ հասկանում են գործից, կարող են հասկանալ եւ թիմին փոխանցել տվյալ գործիքների կամ մոտեցումների բենեֆիտները, կարևորությունները փոխանցելը կարան, բայց օրինակ ղեկավարը ճնշում է իր բանով, ներկայությամբ, իր իշխանությամբ ճնշում է թիմին, որ ինքնուրույն որոշումներ կայացումը չի խրախուսվում, պատասխանատվություն վերցնելը չի խրախուսվում, թիմում բոլոր տեսակ մանր անգամ որոշումները պետք է համաձայնեցվի մի հոգու հետ։ Դե տենց միջավայրում հնարավոր չի աշխատել, տենց միջավայրում ոչ ոք երկար չի մնում։ Ես ճանաչում եմ տենց կազմակերպություններ, բավականին հայտնի։ Շատ է։ Բնականաբար անունները չեմ տա, բայց այո, ու այդ կազմակերպությունում այնքան մեծ է շրջանառությունը, հոսքը, հա, մարդկանց, որովհետև ոչ ոք երկար չի մնում։ Այսինքն այդ մշակույթը արդեն այս դարում, այս ժամանակներում կիրառելի չի։ Եվ այո, մենք Հայաստանում ունենք leadership-ի առաջնորդության կրիզիս։ Մենք ունենք լավ առաջնորդների, լավ ղեկավարների անհրաժեշտություն մեծ բաց բոլոր ոլորտներում։ Մեր ոդքասթին եւ ինձ որպես հեղինակ աջակցելու համար արդեն հնարավորություն ունեք ոչ միայն լայքելով եւ դիտելով, այլ նաեւ ֆինանսապես։ Patreon-ում մեզ աջակցելով կնպաստեք նրան, որպեսզի Homodeus-ը լինի ավելի որակյալ եւ իհարկե երկարատև։ Բաժանորդագրվելու համար անցեք այս QR կոդով եւ դարձեք մեր աջակիցը։ Շնորհակալություն։ Համակարգը քանի դեռ հանդուրժում է այդ ղեկավարներին, այսինքն քանի դեռ համակարգը համաձայն է, խնդիր, այո։ Մենք մարդիկ քանի դեռ համաձայն են աշխատեն տենց առաջնորդի մոտ, տենց առաջնորդներ լինելու են։
Ճիշտ է, շատ ճիշտ է, շատ հաճախ մարդիկ ուղղակի հանդուրժում են ու նույնիսկ վախենում են բարձրաձայնեն, երբ որ ակնհայտ ինչ որ սխալ բան է ասվում, կամ երբ որ եթե project management-ի տեսանկյունից նայենք, հա, օրինակ management-ից ասում են, չէ, այս պրոյեկտը պետք է այսքան ժամանակում անես, դու որպես մասնագետ հասկանում ես, որ դա անհնարին է, դու փորձում ես ապացուցել, բացատրել, պնդել, բայց չի ընդունվում ու դու համաձայնվում ես, հետո ինչ է տեղի ունենում, պրոյեկտը ուշանում է, ու ստացվում է, որ դու վատ project manager ես, պրոյեկտը տուժում է, կազմակերպությունը տուժում է, management-ը դժգոհ է, այսինքն այդտեղ այո, եւս մշակույթի տեսանկյունից մարդիկ մասնագետները, իրանց գործի գիտակները պետք է հասկանան, որ իրանք պետք է կարողանան բարձրաձայնել։ Պետք է իրանք նույնիսկ ձեռք բերեն այդ իրավասությունը, որտեվ երբ որ քո առաջ դնում են լիքը խնդիրներ լուծելու, բայց քեզ չեն տալիս դրա համար իրավասություն եւ լծակներ, դու պետք է ասես կներեք 1000 ներողություն, բայց այս բաները, որ ինձնից ուզում եք, եթե այս գործիքները ինձ չեք տվել, ես դա չեմ կարող անել։ Ինձ հետ նման փորձ եղավ մի անգամ իմ կյանքի շատ դրական շրջան, երբ որ գործերը շատ լավ էր, ինձ լավ առաջարկ եկավ աշխատանքային, որ ընդունեցի մի 2-3 օր մտածելուց հետո գնացի, սկսեցինք աշխատել եւ այլն, ես տնօրենի հաստիք էի ընդունվել ու սեփականատերը բիզնեսի ոչ մի կերպ չէր կարողանում դուրս գար այդ միկրո մենեջմենթից չէր կարողանում մակրո մենեջմենտ աներ զբաղվել նրանով ինչ իր գործն է գալիս անընդհատ իմ գործին էր միջամտում եւ իմ ոնց որ բանով օրինակ ցույց տվեցի բոլորին որ հրաժարվեցի մեծ աշխատավարձից ու բոլորի աչքի առաջ ասացի ես գնում եմ դու գնացեք գտեք հարտուղարուհի ավելի լավ է որովհետեւ ձեզ համար ավելի հարմար կլինի հարտուղարուհու հետ աշխատել որ դուք ասեք ինքը անի հակառակ դեպքում ես եթե դուք պետքա որոշում կայացնեք վերջում տարվա կամ ամսվա գաք ինձ ասեք ինչու չես կատարել առաջադրանքը մինչդեռ ես որոշում չեմ կայացրել ես ձեր որոշածի համար պիտի պատասխան տամ ոստի ես համաձայն չեմ ու ես դուրս եկա դրանով օրինակ ցույց տալով որ ժողովուրդ դուրս եկեք ինձնից հետո բոլորը մնացել աշխատել են այդ պայմաններում ես էլ եմ ունեցել նման դեպք 11 տարի առաջ IT կազմակերպությունում էի աշխատում իմ համար իհարկե նոր ոլորտ էր բայց շատ մեծ գիտելիք եմ ձեռք բերել այդ շրջանում ու էլի այդ կազմակերպության CEO հիմնադիրը նանո մենեջմենտով էր զբաղված ինքը փոխարեն չէր ստրատեգիկ հարցերի վրա կենտրոնանար ես իրան ասում էի դու մտածել ես այս մեծ պրոյեկտը որ ավարտենք ինչ ենք անել ինչ է անելու կազմակերպությունը ասում էի գնա այտենց բաների մասին մտածի ստրատեգիկ խնդիրների մի մտի Jira կամ Confluence նայի ինչի է այս մի ֆայլը PDF-ով դրած այս մի ֆայլը Microsoft Project-ով այսինքն այդ աստիճանի ինքը իջնում էր ներքև ու ինչ տեղի ունեցավ, իհարկե ես մի տարի մնացի, մենք լիքը բաներ արեցինք, բայց հետո դուրս եկա, ինձնից հետո էլ թիմի մի զգալի հատված դուրս եկա, որտեղ ասցին դու մեր վերջի հույսն էիր, որ ինչ որ պոզիտիվ բան տեղի կունենա, ու հետո փակվեց կազմակերպությունը։ Այնինչ ինքը ուներ մեծ ռեսուրս, մեծ թիմ, մեծ պրոյեկտ, որը կարելի էր աճացնել ու այդ անտի մենեջմենտի եւ անտի լիդերշիփի արդյունքում ուղղակի մարդը կորցրեց ամեն ինչ։ Բայց այդ կազմակերպությունը, որի մասին ես խոսում եմ, մինչև հիմա աշխատում է, մարդկանցից շատերը ոչ բոլորը դեռ աշխատում են այնտեղ, որոշ ժամանակ, որոնք այդ ժամանակ ինձ հետ դուրս չեկան, մնացին ու հետո ավելի վատ ձևով դուրս եկան։ Ես ինձ ասում եմ հիմա պետքա գնանք, կամ հետո ավելի վատ է լինելու։ Բայց մի խոսքով չեմ ուզում երկար անդրադառնամ այդ թեմային, արի մի հատ ավելի զգայուն ու ավելի սուր թեմայի շուրջ խոսենք։ Դու եղել ես Հյուսիս-Հարավ ճանապարհի պրոյեկտում եւ ուզում եմ խոսենք դրա մասին ինչ խնդիրներ կար այնտեղ ու ինչի միջև հիմա այդ պրոյեկտը չի ավարտվել քո կարծիքով։ Ես հիշում եմ տարիներ առաջ տրեյնինգ պետք անեի մարզպետների համար ու այնց հատուկ ծրագիր էի մշակել իրենց համար Երբ որ նոր սկսեցի ներկայանալ ու երբ որ խոսեցի Հյուսիս-Հարավի մասին, իրանք մոռացան, որ եկել են project management սովորեն։ Ու մեր ամբողջ տրեյնինգը Հյուսիս-Հարավի մասին է եղել։ Բա ինչի ասենց, ինչի չի կառուցվում, երբ կկառուցվի եւ այլն։ Ես շատ վաղուց արդեն այդ պրոյեկտում ներգրաված չեմ։ Շատ հսկայական հույս ունեմ, որ պրոյեկտը բարեհաջող ավարտ կունենա, որտեղ ունեմ շատ լավ ընկերներ, որոնք դեռևս
Եվ բարի սիրտ։ Առաջին եւ իհարկե ես վերջիչո հայ եմ եւ շատ ուզում եմ, որ այդ իրապես ստրատեգիկ պրոյեկտը կայանա, որտեղ մենք շատ սովոր ենք ամեն ինչին ասել ստրատեգիկ, բայց այդ պրոյեկտը իրոք ստրատեգիկ է, որովհետեւ եթե եղել ես Հայաստանի հարավային հատվածում, անմխիթար վիճակ է, շատ դժվար է հասնել հարավային սահման։ Շատ բարդ ճանապարհ է, որը որ ես իդեպ ամեն ամիս գնում եմ, որտեղ իմ հիմիկվա պրոյեկտը Ագարակում է, որը Մեղրիից էլ հեռու է, Հայաստան-Իրան անցակետն է։ Եվ ամեն գնալուց մտածում եմ Երանի հյուսիս-հարավը կառուցվի, որպեսզի կարողանանք ավելի արագ եւ անվտանգ տեղ հասնել։ Հյուսիս-հարավը եղել է իմ առաջի տենց հիմնական աշխատանքը, երբ որ նոր ավարտեցի ֆրանսիական համալսարան, իհարկե համաշխարհային բանկում պրակտիկա անցա բավականին երկար տարբեր ենթակառուցվածքային պրոյեկտներում ու հայտնվեցի Հյուսիս-հարավում իմ հենց այդ գիտելիքի շնորհիվ, որը ձեռք է բերել համաշխարհային բանկի պրոյեկտներում ու սկզբում շատ պոզիտիվ էր ամեն ինչ մենք նստում ենք նախարարությունում հրապարակի տրանսպորտի նախարարության շենքում պոչտայի այնտեղ չի հիմա նախարարությունը տեղափոխվել է վաղուց ու արդեն կոչվում է ՏԿ-ն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն մեր ժամանակ դեռ կոչվում էր տրանսպորտի նախարարություն եւ կապի նստում ենք փոքր սենյակում կներես որ թվականին 2010 10 թվից այդ պրոյեկտի մեջ եղել ես։ Այո, դա հենց այդ ժամանակ է սկսել պրոյեկտը ու փոքր սենյակում էինք նստում մոտ 10 հոգով ու ինժեներներ էին, նաև տենց բավականին տարիքով ինժեներներ էին, մի սեղանի շուրջ սենց իրար հետ քիփ նստում էինք, ու որ մենք թեքվում էի, տեսնում էի իմ ջրից մեկը խմում է, տենց շատ հետաքրքիր։ Այնքան քիփ եք չեք ջոգում ու բաժակում։ Հա, շատ տենց հետաքրքիր պայմաններ էին։ Ու երբ որ շինարարությունը սկսեց, շատ ոգևորիչ էր 2012 թվականին, տենց ժապավենը կտրեցինք, ես նույնիսկ հուզվեցի եւ այլն, որ տենց նաեւ իմ կատարած աշխատանքի շնորհիվ մենք հասանք այդ կետին, որ շինարարությունը սկսեց։ Դե հետո եղավ ինչ եղավ, ինքը մեգա պրոյեկտ է։ Մեգա պրոյեկտներ են, որոնց արժեքը $1 միլիարդ ավել է, իսկ ընդհանուր հյուսիս-հարավը իհարկե $1 միլիարդ ավել է եւ Հայաստանը դեռևս այդ գիտելիքը եւ այդ կարողությունը մեգա պրոյեկտներ անելու չուներ։ Եվ դեռ չունի։ Այո։ Այդ պրոյեկտը պետք է սկսեր այն ժամանակ, երբ որ մենք որոշակի գոնե ինչ որ մի հատ հիմք ունենայինք։ Բայց ինձ թվում է որ քեզ լսեին կունենայինք։ Ինձ թվում է։ Դե այդ ժամանակ դեռ 24 տարեկան էի։ Նոր էի սկսում իմ ճանապարհը։ Մասնագետների ներգրավել ու այդ պրոյեկտը իրականացնել կարող է ինչ-որ մեկին պետք չի որ այդ պրոյեկտը ավարտվի, թե լավա որ գնում է։ Չէ, ես հույս ունեմ որ տենց խնդիրներ չկան, նաև շատ մտերիմ մարդ ունեմ, որ այդ պրոյեկտները այսօրվա դրությամբ առաջնորդում է փոխնախարարը ենթակառուցվածքների, ով որ ֆանտաստիկ մասնագետ է ու շնորհիվ նաև այդ պրոյեկտը հիմա առաջաշարժվում եւ նաև կա թիմ, որը աշխատում է, կարելի ասել եզակի պրոֆեսիոնալները, որոնք նման պրոյեկտներում կարող են աշխատել, հիմա այդ պրոյեկտի վրա են մոբիլիզացված։ Հույս կա, այո, որ կավարտվի, ուղղակի այդ պրոյեկտում լիքը բազմաթիվ կոմպոնենտներ կան։ Օրինակ, հողերի օտարումը, տարաբնակեցումը, հսկայական հողերի օտարում էր հյուսիս-հարավը իրանց ենթադրում, այսինքն մարդկանց տները պետությունը առնում էր, քանդում, այնտեղ լիքը դատական պրոցեսներ եւ այլն, գնումների պրոցեսներն են շատ բարդ։ Մարդիկ հաճախ պատկերացնում են, որ դա ճանապարհ է, էլի, ոնց ինչի չեն կառուցում։ Այդ տեսակի ճանապարհ կառուցելը իրանց ենթադրում է լիքը այլ գործընթացներ։ Նույն վարկային բանակցություններ, վարկային համաձայնագիր, շատ երկար ու բարդ տենդերային պրոցեսներ, որոնք 1 տարի եւ ավել են տևում նման մեծ տենդերները, հետո պայմանագրերի կառավարում, լիքը տեխնիկական ասպեկտներ, բնապահպանական ասպեկտներ, հյուսիս-հարավում նաև եղել են բազմաթիվ պատմամշակութային, էլեմենտներ, որոնց պատճառով ճանապարհի ծրագիծը նույնիսկ վերանախագծվել է։ Եվ նաև եղել են անհաջող ղեկավարներ պրոյեկտի մեջ, եթե չեմ սխալվում։ Նայեք 2010 թվականին սկսել է պրոյեկտը, հիմա 2025 թիվն է, 15 տարվա մեջ մոտապես եւ մի 18-19 ղեկավար է փոխվել։ Սա իհարկե խնդիր է, այո, պետքա բարձրաձայնենք սրա մասին, որ խնդիր է։ Ունես անընդհատ այդ փոփոխությունները
խնդրահարույց են իհարկե։ Ցանկալի կլինի, որ թիմը աշխատի պրոյեկտի վրա եւ թիմում էական փոփոխություններ չլինեն կամ գոնե այդքան հաճախ չլինեն։ Ամեն փոփոխության ժամանակ դանդաղում է ինչ որ ընթացքը, եթե ոչ որոշ ժամանակով կանգնում, հետո նորից դանդաղ, այդ ոնց որ ամեն անգամ մեքենան կանգնացնես պրոյեկտի ժամանակ որոշում կայացնողների փոփոխությունը ստրես է պրոյեկտի համար, շատ մեծ ստրես, երբեմն նաև կոլապս։ Բայց հույս ունենք, որ կունենանք այդ ճանապարհը։ Հուսանք։ Երկրորդ գիրքդ գրելու ես։ Մեկ էլ Արտակն է հարցը տալի Ալեքսանյան։ Եվ դե մի օր կգրեմ, հա։ Հուսանք կլինի երկրորդ գիրքը ու եթե լինի project management-ի մասին, լինելու թե ուրիշ թեմա։ Դե կամ պետք է լինի project management-ի մասին կամ իմ մեմուարները։ Կամ էլ leadership օրինակ կարող ես գրել լավ գիրք ստացի կոմոդից։ Հնարավոր է։ Հուսամ մեր հաջորդ հանդիպմանը այդ գիրքը արդեն կլինի։ Այդքան ուշ ենք հանդիպելու։ Մոտ ապագայում չեմ գրելու։ Դե ես ուզում եի մոտեցնել ժամկետը։ Շնորհակալություն քեզ Աստղիկ ջան զրույցի համար հետաքրքիր։ Մենք պայմանավորվել ենք, որ դու պետքա ինչ-որ կոնկրետ 5 պակաս դուրս գաս քո հանդիպումներին, որովհետև դու շատ զբաղված ես։ Քեզ հասցրեցինք 30-40 րոպեով հանդիպել ուղիղ 5 պակաս։ Շնորհակալություն քեզ զրույցի համար եւ հաստատ պայմանավորվում ենք, որ մի օր դու լրիվ օրազատում ես, գալիս ես ու մենք մի 2 ժամ զրուցում ենք ոչ միայն մշակույթից, այլ նաև այդ բոլոր պրոյեկտներից ու չստացված մասերից։ Սիրով Դավիթ ջան, շնորհակալ եմ, քեզ հետ խոսելը միշտ հաճույք է ինձ համար ցանկացած ֆորմատով եւ շատ շնորհակալ եմ, որ իմ ժամանակային սահմանափակումների մեջ կարողացանք տեղավորվել։ Լավ պրոյեկտ մենեջերներ կդառնանք։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։